մեղվաբուծությունը գյուղատնտեսության յուրահատուկ ոլորտներից է, որը որ արտադրում է բարձրարժեք սննդամթերք, որը բացի սննդամթերք լինելու մեկտեղ նաև ունի բուժական հատկություններ եւ Հայաստանի Հանրապետությունը իր բնակլիմական պայմաններով եւ ռելիեֆով շատ բարենպաստ պայմաններ կարող է ապահովել հանրապետությունում մեղվաբուծությունը զարգացնելու ուղղությամբ։ Այդ իսկ պատճառով մեր հայկական բարձրարժեք, բարձր որակական հատկանիշներ ունեցող մեղրը նաև աշխատանքներ են իրականացվում նշված ապրանքատեսակը եվրոպական երկրների սպառողներին հրամցնելու եւ այլ երկրներ մեղր եւ մեղվամթերք արտահանելու ուղղությամբ։ Իհարկե նաև այդ մասով պետությունը նույնպես որոշակի աջակցման մեխանիզմներ ունի մեղվափետակներ ձեռք բերելու ուղղությամբ ագրոլիզինգի ծրագրի շրջանակներում մեղվաբուծության համար նախատեսվող սարքավորումներ, այդ թվում վերամշակման ուղղությամբ։ Եվ նաև նշեմ, որ բավականին ակտիվ է եւ ավելի ակտիվացել է շփումը մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպությունների հետ, որի ընթացքում այն մեղվաբույսները, որոնք որ ունեն որոշակի տեղեկատվության պակաս, ունեն որոշակի իրավական դաշտի հետ պակաս, փորձում ենք այդ ճանապարհներով նրանց տեղեկացնել իրենց իրավունքների մասին եւ իրենց գործունեությունը կազմակերպող առնչվող այլ մարմինների եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով։ Ներկայումս նախարարության կողմից մշակվում է մեղվաբուծության զարգացման ծրագիր, որի շրջանակներում նախատեսված է սահմանամերձ համայնքներում որոշակի աջակցություն ցուցաբերել այն ընկերություններին, այն ֆերմերներին, որոնք որ ցանկություն կունենան զբաղվել մեղվաբուծությամբ, ինչպես նաև իրենց ունեցած տնտեսությունը դեռ ավելի բարելավելու նպատակներով։ Միշտ ոլորտը նախարարության ուշադրության կենտրոնում է եւ փորձում ենք օպերատիվ ձևով առաջացած խնդիրները վերհանել եւ դրանց տալ իրավական կարգավորումներ, որպիսի մեղվաբուծության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ֆերմերների քանակը ավելանան եւ ստանան ավելի բարձրարժեք մեղվամթերք։ Նաեւ կնշեի մի փաստ, որ ոլորտը գնում է նաեւ երիտասարդացման, եթե օրինակ նախկինում ավելի տարիքով մարդիկ էին զբաղվում մեղվաբուծության, հիմի ոլորտը դարձել է ավելի գրավիչ, ավելի հետաքրքիր եւ ըստ մեր արած ուսումնասիրությունների շատ երիտասարդներ ցանկություն են հայտնում զբաղվել մեղվաբուծությամբ, ինչպես նաեւ ներդնել իրենց տնտեսությունում եվրոպական եւ նորագույն տեխնոլոգիաներով հագեցված արտադրություններ։ Նաեւ մի փաստ կուզենայի նշել, որ այսօր մեր հանրապետությունում բացի մեղրից նաև մեր տնտեսվարողները աշխատանքներ են իրականացնում նաև մեղվից ստացած այլ պրոդուկտների արտադրության ուղղությամբ, որը նաև մեծ պահանջարկ ունի թե հանրապետությունում եւ թե արտերկրում։ Արտանման հետ կապված ճանապարհները եվրոպական մի շարք երկրներ բացված են, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ այլ երկրներ։ Ամեն դեպքում այդ գործընթացը իրականացնելու համար ասում է որոշակի լաբորատոր փորձաքննություններ լիազոր մարմնի կողմից եւ մեղրը համապատասխան թույլտվություն ունենալու պարագայում արդեն կարող են արտանումը իրականացնել։ Հիմնական խնդիրներից մեկը այսօր մասնագիտական գիտելիքների պակասությունն է, որ շատ տնտեսվարողներ ավանդական մեղվաբուծությունը ավելի շատ են գերադասում, քան նորարարական տեխնոլոգիաներով եւ ինտենսիվ մեղվաբուծության անցնելու ուղղությունը, դրա հետ կապված նախարարությունը, ինչպես նաև ես նշեցի մի շարք հասարակական կազմակերպություններ իրականացնում են նաև խորհրդատվական աշխատանքներ, իսկ ինչ վերաբերվում է այլ խնդիրներին, իհարկե ոլորտում կան նաև խնդիրներ, օրինակ թունավորումների հետ կապված խնդիրներն են, որի ուղղությամբ նախարարությունը պարբերաբար համապատասխան գրություններ է ներկայացնում տեղական ինքնակառավարման նախարարություններ
տարածաշրջանում բուժ պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու դեպքում պարտադիր տեղեկացնել մեղվաբուժությամբ զբաղվող տնտեսվարողներին թունավորումներից խուսափելու նպատակով։ Էկոնոմիկայի նախարարությունը այդ ուղղությամբ նույնպես բավականին ակտիվ աշխատանքներ է իրականացնում եւ միջազգային ցուցահանդեսներ կազմակերպելու դեպքում մենք մեր ոլորտային տնտեսվարողներին, այդ թվում մեղվաբուժությամբ գործունեություն իրականացնող տնտեսվարողներին տեղեկացնում ենք տարբեր երկրներում կազմակերպվող մեղրի եւ գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդեսներին, տոնավաճառներին եւ շատ հաճելի է, որ մեղվաբուժությամբ զբաղվող տնտեսվարողները բավականին մեծ հետաքրքրվածություններ ունեն եւ ըստ իրենց ներկայացված տեղեկատվության եւ քննարկման արդյունքներում պարզ է դառնում, որ նաեւ արտասահմանյան այլ ընկերությունների ներկայացուցիչներ բավականին մեծ հետաքրքրվածություն ունեն մեր հայկական բարձրաժեք մեղրի պահանջարկի վերաբերյալ։